նշեցիք, որ ըստ ձեր տեղեկությունների եւ իրականության ձեզ հայտնել է, որ բենզինովի տարան բռնկումից հետո ներդրել է եւ փախել է։ Ինքն այդ ամեն ինչ ասելից։ Միաժամանակ նաեւ նշեցիք, որ հրդեհի ծավալը այնպիսին է եղել, որ հնարավոր չէր քրեատոմանիչով անցնել։ Որտեղից ձեզ այդ ինֆորմացիան այն դեպքում, երբ որ Երևիշե Հակոբյանը իր ցուցմունքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ սկզբնական ժամանակահատվածում հրդեհի ծավալն այնպիսին էր, եթե լինել այդտեղ կրակմարիչ, կարող են անցնել այդ կրակը։ Ես այդ ամեն ինչ ասում նրանից ելնելով, որ 10-ից 12 րոպե կրակը մնացել է անվերահսկելի, այսինքն մնացել է բացի թողի վիճակում, իսկ տվյալ պայմաններում 10-12 րոպե բենզինից առաջացած կրակը, այն էլ այդ հնամաշ, ասենց ասած, փայտից կահավորված, ասենց ասեմ, տանը, այդ կրակը այն աստիճանի է հասնում, որ անհնար է այդ ամեն ինչը մարել, բացի այդ, երբ որ էլի Վաղինակ Մանուչարյանի հայտնածը, երբ որ ինքն ինձ հայտնեց, երբ որ իրանք ներս մտան դրանից հետո ես փորձեցի ասեց մի կրակմարիչ օգտագործեցինք, ոչ մի արդյունք չտվեց։ Ու դա էլի ինչքան ուզում արներ, որ մենք օգտագործեինք, ոչ մի արդյունք չէր տա։ Դուք ձեր ցուցմունքով նշեցիք նաև գյուտական միջոցների ստացման հետ կապված, ինչը կներեք գյուտական միջոցների ստացման հետ կապված զեկուցումներ ներկայացնելու կարգի բացակայության մասին, ճիշտ է։ Պատահական չի, որ ես ձեզ հարցրեցի երբանից է ծառայել 16 թվականին ավարտել իրավահանատարելով աշխի իրավահանտար։ Ձեր նոր ծառայության ընթացքում գիտական միջոցներ ստանալու համար տարբեր ծառայությունների երբևէ զեկուցակի չեք ներկայացրել։ Ներկայացրել եմ, բայց ես սխալվում եմ ես ներկայացրել։ Դիմել եմ տվյալ բանը, ծառայությունը համակարգող անձին, ասել եմ ինձ այս բանն է պետք, ասել է եթե պետք է, մենք զեկուցակի գրի բան կանենք։ Օրինակ ես եղել եմ ծառայության պետ, ես եղել եմ ինժեներական ծառայության պետ, ու չկա մի հատ զեկուցակի, որով որ ես չեմ սպասել ինձ զեկուցակի գրեն, որ ես նոր հատկացնեմ։ Իմ պարտականությունների բխումը ստորաբաժանում ծառայության, առհասարակ ծառայության էությունը նրանում է կայանում, որ ծառայությունը մարտական խնդիր կատարող ստորաբաժանում պարտավոր է ապահովել։ Օրինակ ես այսօր ստորաբաժանում հրամանատար եմ, ես չգիտեմ ինչ է հասնում ինձ, ասենք ինժեներական անկյունին։ Տեսակ ես խաղա գրում եմ այդ զեկուցակի խնդրում ինձ հատկացել 35 հատ հետևակի փոքր բաղ, ու այդ զեկուցակի գրելով չի։ Դրա համար կա պաշտպանության նախկներեք, դրա համար կա պաշտպանության նախարարի 015 հրաման, համաձայն որի սահմանվում է թե յուրաքանչյուր ստորաբաժանման ինչ նյութական միջոց ու ինչ քանակով պետք է հատկացնի ծառայությունը։ Ու դրա համար ծառայությունը վարում է նյութական միջոցների հաշվառման մատյան, ու որ այդ մատյանի մեջ հստակ երևում է թե տվյալ ստորաբաժանումը ինչ ունի ու ինչ չունի համաձայն 015 բանի պաշտպանության նախարարի 015 հրաման։ Երբ որ ստորաբաժանում ունի ինչ-որ պակաս նյութական միջոց, ծառայությունն է պարտավոր առհասարակ բանակում համաձայն պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի ապահովում իրականացում է վերադասից ենթակա վերադասի ուժերով եւ միջոցներով։ Այդ իրավարարությունները կարգավորվում են բլանկետներով, բլանկետային իրավական նորմերով եւ վերադասի պարտականությունների արկայությունը, որ այսպիսի պարտականություններ ունեն, ինքնին չի բացակայում, չի բացառում ստորադասի կողմից իր պարտականությունները կատարել։ Եթե վերադասը պետք է կատարի, ստորադասն պետք է կատարի։ Ենթադրենք վերադասը անբարեխիղճ չէ, եթե անբարեխիղճ չէ, դա չի նշանակում, որ ստորադասը պետք է տևել է Պատվիրժան դատարան, չէ, գիտեք ինչ ոնց է։ Իրոք, գերեք հիմա բարձաբանում եք անում, թե արծեք։ Հարցը դա չի ենթադրում, որ պետք է որևէ միջոց չձեռնարկել։ Արդյոք պարտավոր չէ դուք ձեր հերթին, ենթադրենք ձեր վերադասը անփնթ է։ Դուք ձեր հերթին որևէ միջոց ձեռնարկեք այդ միջոցները ստանալու ուղղությամբ։ Դե ես ասեցի մի քանի ուրիշ ինչ անեի։ Եթե ես ռեալ բանը թիկունքի պետք ինձ ասում որ մարտական հենակետերում չկա, երբ որ ստանան կտանք։ Ես էլ ամեն օրվա կարգով ամեն աստծո օր ես գտնվել եմ մարտական հենակետերում ու միանգամից մի քանի մարտական ու այդ ամեն ինչ ես իմ աշխով տեսել եմ որ մարտական հենակետերում նստեցման շրջան ու մնացած տեղերում չկա։ Այդ ես նշեցի Իրոք արծի վերաբերյալ առարկությունն է կատարում։ Արծի վերաբերյալ առարկությունն Գարգելի հարային մեղադրանք Պաշտպանյալս իր ցուցմունքում մանրամասն, առավել մանրամասն այդ զեկուցակների հետ կապված տարատեսակ մեկնաբանությունների ձեռք բերելու համար ցուցմունք է։ Հիշեցման կարգով ասում, որ ընդհանուր
դուք մինչև զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան համապատասխան անձի քրեական վարույթի 14-րդ թաթարում արկա նյութերի համաձայն տեղեկացված են եղել ոչ միայն ԻՍ վաշտում, այլև ողջ զորամասի ստորաբաժանումներում կրակմարիչների բացակայության մասին։ Զեկուցակին եք ուզում, զեկուցակին եք Հիմա այդ առողջությունը որն է։ Նա այդ հայտարարության վերջում։ Էլիս են զեկուցակի մի րոպե։ Այ հարցը սրանում է կային։ Մի րոպե է հարցի տրամաբանությունը ծրիցյան։ Դուք նյութական միջոցներով ապահովելու հազորություն չեք ունեցել։ Ստորաբաժանմանը իմ ծառայության գծով պատվարժան դատար։ Ես որպես ինժեներական ծառայության պետ, այսինքն սենց է դառնում, եթե ինժեներական ինժեներական վաշտի ենթակա է ինժեներական ծառայության պետի, ուրեմն ուրիշ ոչ մի ծառայության պետ պետք չի։ Համ ինժեներական ծառայության պետը պետք է հատկացնի հակարդիային միջոցները, համ իրային ունեցվածքը, համ հայաց, որովհետև պարտականության մեջ գրած ապահովել ենթակա ստորաբաժան, այդպես չի։ Այլ ես պարտավոր եմ թե իմ ենթակա ստորաբաժանումների, թե մնացածին ապահովել իմ ծառայության այն նյութական միջոցները, որոնք անցնում են իմ ծառայությունում, որոնք իմ վերադասից ստանում եմ կոնկրետ ինժեներական վաշտի ու ամբողջ զորամասի ինժեներական խնդիրները լուծելու համար։ Լավ, այս ինչ որ ասեցիք, դա ամրագրված է որևէ օրինակ հրամաներով կամ որևէ մի Ներքին ծառայության կանոնագրքի 110 չէ, ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան հոդվածներով 73, 74, 73 հոդվածով, 74, 110, 112-րդ հոդվածով, դրանք այդ բոլորը ներկայացված են։ Ուրեմն դուք նշեցիք նախկինում ձեր ծառայության ընթացքում նյութական միջոցներ ստանալու կապակցությամբ զեկուցակներ ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Չգիտեք ինչու չգիտեմ, դուք ձեր պաշտպանը կոնկրետ հակահարդային անվտանգության միջոցների հետ համաձայն չեք, որ պետք է զեկուցակներ ներկայացնել։ Պետք է Ես շարժում եմ, ինչպես է ստացվում։ Արգել է անհրաժեշտ պաշտպանյան համաձայնություն լինելու մի էլ շեշտակ պաշտպանի գործունեություն ունի։ Կոնկրետ դեպքում մեղադրելն է դարձել պաշտպանություն։ Ինչպես է ստացվում, որ մյուս դեպքերում զեկուցակի գրել է իր առաջարկը, իսկ այս դեպքում կոնկրետ որը վերաբերել է նույն մեղադրանքին զեկուցակի ներկայացնելու հանցակարգ չկա, դուք չունեիք որևէ պարտականություն, այլ դա այսպես ասած ձեր վերադասների պարտականություններ միայն։ Հասկացա, պատվարժան դատարան, հիմա ինչ զուտ մենակ թուղթ սևացնեի, ասեի, որ զեկուցակի, եթե չկա ռեալ, իմաստը որն է զեկուցակի գրեմ, եթե չկա զեկուցակի գրեմ, չգրեմ, մեկա չկա, իմաստը որն է զեկուցակի գրելու։ Որ իմանայից այս բան պետք է լինի, որ պետք է չլնելու համար, հենակը գրեի կդնեի ընդ դա նմանես որ դիմաց թուղթ բանան է, սևացնեի, որ այսօր ասեին բանը զեկուցակի ես գրել։ Այդքան զեկուցակի կա գրած, բայց հատկացում չկա իրականում կատարված։ Արգելի չի բարտորվել, հարցերին հանգիստ պատասխանել։